Ազգային ժողովի մեծարգոն նախագահ, հարգելի գործընկերներ, ես էլ եմ թեմայից շեղվելու, նախապես ներողություն եմ խնդրում, ես անկեղծ ասած չէի ուզում, որովհետև ելույթը ճիշտ է գրանցվել էի, բայց մտածում էի, եթե մեր ընդդիմադիր գործընկերները ելույթներով չստիպեն, ելույթս կանեի, բայց դե եղավ այն ինչ եղավ։ Ուրեմն ընդմիջմանը մի հատ էքսպերիմենտ արեցի, իրոք արել եմ, հետո եթե ուզենաք ցույց կարող եմ տալ։ ChatGPT-ին գրեցի ինձ համար խնդրում եմ պատրաստիր մի ընդդիմադիր ելույթ ու պարտադիր օգտագործիր հետևյալ բառերը. թոշակ, պետական պարտք, աշխատող աղքատ, դուգանքի մատերիալ եւ մի քանի անգամ պարոն Թունյան արտահայտությունը, այնտեղ գուշակեցիք, ստացվեց պարոն Ավետիսյանի ելույթ։ Այսինքն կարամ հաջորդ անգամ ելույթ ունենալուց առաջ այդ տեքստը տամ իրան, մի անգամից ելույթ ունենա։ Հիմա ինձ ասում են, մեկ-մեկ ասում են ինչի համար ես հակադարձում, որովհետև իրական ժամանակի կորուստ է, բայց ես տենց չեմ մտածում, ես գտնում եմ, որ սա միջոց է, որպեսզի մեր հասարակությանը մանիպուլյացիայից զերծ պահենք։ Հիմա մի քանի օրինակներով ասեմ, էլի ափսոս, որ պարոն Ավետիսյանը այստեղ չի։ Ասում եք դուք ձեր խոստումների որ տոկոսն եք իրականացրել։ Ասենք օրինակ 70%-ը կամ 50%-ը կամ 30%-ը։ Մենք դրա պատասխանը հաջորդ տարի ընտրությունների ժամանակ կտանք, ժողովուրդն էլ կորոշի, էլի ձայն տա թե չտա։ Բայց դուք հարգելի գործընկերներ, մի հատ խոստում եք տվել մեզ իշխանությունից հեռացնել ու մինչև հիմա չեք արել։ Դուք ավելավա ձեր տված խոստումների մասին մտածեք։ Հիմա նայեք, երկրորդը, պարոն Ավետիսյանը մեզ մեղադրում է ապիկար կառավարման մեջ ու որպես խոսքերի ապացույց ասում է դուք խոստանում եք օղիով կովիդը բուժել։ Վարչապետի խոսքերը նկատի ունի, այն որ միշտ ասում են։ Հիմա չնայած էլի ասվել է շատ, բայց մի հատ էլ մեջ բերեմ էլի ուղիղ 2020 թվականի մարտին Վայոց ձորում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է իսկական կորոնավիրուսը նրանք են, ովքեր մինչև այսօր մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են ու այդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք։ Հիմա եթե փորձի համար դուրս գանք փողոց, մի հատ 5-րդ, 6-րդ դասանի ցանկացած երեխայի համար այս տեքստը կարդանք ու ասենք, ինչ հասկացար։ Կհասկանա, որ այս երևույթը, այս արտահայտությունը ոչ թե կովիդը բուժելու մասին է, այլ կոնկրետ անձանց մասին, որ մի քիչ քաղաքականությունից գլուխանի կիմանա, որ ձեր շրջապատի անձանց մասին է հիմնականում խոսքը։ Հիմա դուք 5 տարի որ սա կրկնում եք, իրոք չեք հասկանում, հիմա պարոնին ասեմ, դուք խոսում եք ինտելեկտը վիրավորելուց ու մանիպուլացնելուց։ Ուզում եմ հասկանամ, այդ արտահայտության իմաստը իրոք չի ընկալվել մինչև հիմա։ Եթե հիմա այս խոսքերից հետո էլ որ կրկնվի, կնշանակի չի ընկալվում։ Նաև պարոն Մինասյան, դուք էլ եք խոսում ընդդիմադիր համայնքապետերի մասին, երեկ էլ ձեր գործընկերներից էլի մեկը խոսում էր, չեմ հիշում անունը, ով ու փորձում եք ներկայացնել, որ բոլոր ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։ Երեկ պարոն Ռուբինյանը ոչ ամբողջական ցանկը կարդաց եւ այդ ցանկին կարելի է դրլիքը անուններ ավելացնել, օրինակ, ասենք Աբովյանի քաղաքապետը, որը մինչև այսօր շատ լավ աշխատում է, իր համայնքը շենացնում է, այդտեղ նաև կառավարության հետ համագործակցելով։ Բայց ես ձեզ մի հատ ուրիշ օրինակ եմ ուզում բերել, որը մի անգամ ասել եմ։ Հիշում եք ընտրություններից հետո 21 թվականի առաջին օրը, երբ դուք եկել եք ազգային ժողով, ինչ եք հագել։ Շապիկներ եք հագել Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերի նկարներով, որով դուք ցույց եք տալիս, որ նրանք ապօրինի բանտարկված են եւ ելույթներ եք ունենում, այդ մարդկանց հերոսացնում եք։ Հետո հիշեցնեմ ինչ եղավ մի անգամ, երբ Քաջարյանի քաղաքապետը համարձակվեց, որի նկարը էլի կար, համարձակվեց ծաղկե փնջով դիմավորել վարչապետի տիկնոջը։ Այդ մարդուն սարքեցիք ազգի դավաճան։ Հետո ինչ եղավ մնացած համայնքապետերի հետ, որոնք որոշեցին, որ ձեր գծի մեջ չեն ուզում այլևս մնալ, էլ որոշել են, որ պիտի կառուցողական աշխատեն իշահ իրենց համայնքների եւ իրենց բնակչության, այդ բոլորը դարձան ձեր համար դավաճաններ, անգամ ձեր թիմակիցները նրանց բառացի անվանեցին բրակ մեդիա պրոդուկտ ու ասացին, որ իրանք փուչիկ են, իրանց մենք փչել ենք, որպեսզի քաղաքական խնդիր լուծենք, հիմա եկել է այդ փուչիկները բաց թողնելու ժամանակը։ Այսինքն
Էսա ձեր գործելավոճը, որովհետև դուք երկակի ստանդարտների չեմպիոններ եք, դուք խոսում եք արժեքներից, ինստիտուտներից, բայց չափանիշը մի հատ է, մեզ դեմ են, մարդիկ եք կողմ։ Եթե մեզ դեմ են, ուրեմն այդ մարդկանց ամեն ինչ կարելի է, ամեն ինչ կարդարացնեք, այսինքն մարդկանց կարելի է հայհոյել ուղիղ եթերում, այդ ժամանակ ձեր համակիր լրագրողները ամոթխած կծիծաղեն, բայց ոչ մի բան չեն անի, դուք էլ դա չեք նկատի, բայց եթե մեզ դեմ չեն, ուրեմն նրանք դավաճան են, ու կապ չունի այդ ժամանակ արդեն հերոս են, զոհվածի մայր են, եկեղեցական են, մտավորական են, այդ մարդկանց ուղղակի կոչնչացնեք, կամ դուք, կամ ձեր համակիրները, ու սրանք ոչ թե առանձին դրվագներ են, այլ հստակ ռազմավարություն է, որը մի քանի տարի արդեն շարունակվում է, ասենք վարչապետը Սփյուռքում հանդիպում է Սփյուռքի հայրենակիցների հետ, խոսում է ցեղասպանության մասին ու հարց է բարձրացնում, ասում եք մտածենք, ոնց եղավ, որ հանկարծ Խորհրդային Միությունում որոշեցին թույլատրել, որ այս թեման շոշափվի, դա ներկայացրեցին որպես ցեղասպանություն հերքել ու մինչև այսօր այնց դրոշակ դարձած այդ ամեն ինչի մասին կրկնում են։ Անմեղության կանխավարկածից եք խոսում։ Մոռացել եք ընդամենը շաբաթներ առաջ կամ 2 ամիս առաջ Փարաքյարի համայնքապետի սպանությունից հետո ո՞նց եք ուղիղ տեքստով մարդասպան կարգում Հայաստանի Հանրապետության վարչապետին ու ընդհանրապես իշխանության մեջ գտնվող գրեթե բոլորին, ընդ որում ամենալկտի բառապաշարով։ Հետո կանգնում ասում եք դա քաղաքական գնահատական է, տենց որ նայենք ամեն ինչ կարելի է քաղաքական գնահատականի տակ անցկացնել։ Ու հասկացանք, որ ընդդիմություն եք պիտի քննադատեք, բայց ամեն ինչ չի կարելի սևացնել։ Ես նայում էի մի քանի օր առաջ Լուվրից կատարված գողության մասին ռեպորտաժեր, նայում եմ իրենց ընդդիմադիր Լպենի հայտարարությունը, ասում է հիմա իրար մեղադրելու ժամանակը չի, վատ բան է տեղի ունեցել, պիտի իրար հետ մտածենք, ոնց անենք մեր անվտանգության համակարգերը բարելավենք։ Ես պատկերացնում եմ ինչ կլիներ, եթե դուք իրանց տեղը լինեիք կամ մեզ մոտ նման բան լիներ։ Ասենք մեզ կմեղադրեիք ուղիղ այդ գողությունը կազմակերպելու մեջ։ Ասում եք 37 թիվն է։ Ուրեմն որ ալիքը շրջում ես, ձեզնից կամ ձեր համակիրներից մեկը նստած առավոտից իրիկուն մեր մասին ամենավերջի բառապաշարով ինչ ասես խոսում է։ Սենց որ ալիքների վրայով անցնում եք, որ պատահական ընկնում եք H2-ի վրա, մի 90% հավանականությամբ պարոն Դանիելյանը կտեսնեք։ Ու պարոն Դանիելյանը նենց բառապաշարով մեր մասին կխոսա, որ ինձ թվում է պարոն Դանիելյան, ձեզնից 2 հատ կա։ Մեկը իրականը, մեկը Անժելա Թովմասյանի կողքը նստած։ Ես իրականում այդ ամեն ինչի մեջ դավադրություն եք փորձում գտնել, ամեն ինչի մեջ ինչ-որ վատ բան լինի, ծիծեռնակաբերդի վերանորոգում, լինի ակադեմիական քաղաք, ատելության մեջ եք մեզ մեղադրում։ Ես հիշում եմ, որ մեր ավագ գործընկեր Վիգեն Խաչատրյանը մահացել էր, ես հիշում եմ արձագանքները, տարոսը մեզ էին մաղթում, հետո գալիս եք, ասում եք ատելության խոսք եք գեներացնում, ասում եք բռնություն, այ, տեսեք ինչ բռնություն կիրառեցին։ Բռնությունը նոյեմբերի 9-ին էր 2020 թվականին, ստեղից մի 100 մետր են կողմ, երբ որ ազգային ժողովի նախագահին են փորձում սպանել ծեծելով։ Մեկը հրապարակային դատապարտել է այսքան ժամանակ։ Ու ընդհանրապես ձեզ համար Հայաստանի Հանրապետությունում ցանկացած բացասական երևույթ ձեր համար ոգևորության աղբյուր է, որը առիթ է, որ իշխանության վրա ցեղ շպրտեք, լինի բնական աղետ, պատերազմ, դժբախտ պատահար, իսկ ամեն դրական երևույթ ձեզ լարվածության մեջ է գցում, որովհետև փորձում եք նախ վիժեցնել, եթե չի ստացվում, փորձում եք կասկած սերմանել, հետո դրա մեջ ինչ-որ նեգատիվ բան գտնել։ Ասենք 2 տարի ասում եք խաղաղություն չի լինի, հետո ամեն շաբաթ պատերազմ եք գուժում, հիշում եմ այստեղ ելույթներ, ասում եք հրթիռները Հայաստանի վրա թռնում են, դուք ես ինչ հարցեր եք քննարկում, հետո ասում եք պայմանագիրը վտանգավոր դրույթներ է պարունակում, հետո տեքստը հրապարակվեց, ասեցիք բանավոր է այդ ամեն ինչը լինելու, 30 տարի խոսում էիք ապաշրջափակման անհրաժեշտության մասին, հիմա ձեզնից շատերը, այդ նաև մեր նախկին թիմակիցներից շատերը լուրջ դեմքով ուզում են ապացուցել, որ ապաշրջափակումը շատ վատ բան է։ Մեկը ասում է, պարզվել է, որ ղազախական ցորեն է գալու, հարցեր են հնչում։ Մեկը ասում է, սա վտանգավոր է, որովհետև կախվածության մեջ է գցելու
մեկը ասում, բայ հետո ինչա լինելու, մեկը կասկածի տակ է դնում ու Facebook-ում օգտատերից մեկը էսել ասում ու ավարտում, այդ հետաքրքիր արտահայտություն էր արել, ասում է ոնց որ ամուսինը գա տուն, կնոջը ասի աշխատավարձս բարձրացրել են, կին ասի այն ինչ անենք, մեր հարևանի աշխատավարձը մի ամիս առաջ բարձրացրել են, 2 օր հետո ոտը ջարդեց։ Զոքանչն էլ ասում է սենյակից գա ասի շատ վատ բան է տեղի ունեցել, կարող է արխային ընկնեք, շատ ծախսեք, ընկնեք պարտքերի տակ։ Հիմա ամեն ինչի մեջ փոխանակ ինչ-որ մի հատ դրական բան գտնեք ու փորձեք այդ դրական հնարավորությունը ավելացնեք, ինչ-որ նեգատիվ բաներ է գտնում։ Ասելիք իրականում շատ կա, բայց ցավոք սրտի ժամանակը չհերիքեց, հույս ունեմ, որ հաջորդ խորհրդարանում մենք ունենանք իրոք կառուցողական ընդդիմություն ու հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նման կարևոր կառույցի անդամի ընտրությունը չենք վերաճի, ասենք մի քանի ժամանոց իրար քննադատելու միջոցառման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խմբակցությունների անուններից ելույթներ ունենք։ Պատիվ ունեմ խմբակցության անունից ելույթ կունենա Հայկ Մամիջանյանը, համեցեք պարոն Մամիջանյան։